20 գարուն, 20 տարի։ Պատերազմն սկսվեց Արթուրի ծննդյան օրը։ Ընտանիքն արդեն շնորհավորել էր Արցախում ծառայող Արթուրի 20-ամյակը, երբ պատերազմի լուրը ներխուժեց գյուղ Նալբանդյան։ Մայրը երկրորդ անգամ վերցրեց հեռախոսը։ Արթուրը փորձեց արագ հանգստացնել մորն ու մոռացավ անջատել հեռախոսը։ Հեռախոսից լսվող որդու հրահանգները մատնեցին իրավիճակի ամբողջ լրջությունը։ Ասեց ման բան չի եղել, մի քիչ խառնեմ, մի փոքր ուշ էլի կզանգեմ։ Ու հեռախոսը առանց անջատել դրել էր գրպանը։ Ու ես այնտեղից լսում եմ, որ ինքը կոկորտով մեկ գոր։ Ինչև առաջի տանկի շարքը չշարժվի, երկրորդը չշարժվի։ Ես հասկացա, որ լայնամասշտաբ պատերազմ սկսել։ Տանկիստեր Արթուրը ծնվել էր Արմավիրի մարզի Նալբանդյան բնակավայրում, Քաշաթաղում էր ծառայում, զոհվել է ջրականում։ Իրանք տանկերով չեն եղել են զենքերով, որովհետև իրանց տանկերը արդեն վաղուց այրվել էր։ Տիկին Կարինեն որդու հետ վերջին անգամ հեռախոսով խոսել է 2020-ի հոկտեմբերի 14-ին, որդու զոհվելու օրը։ Դժվար էր հավատալը։ Բռնվում ես փրփուրներից, որպեսզի վատը չմտածես, այլ դեպի լավը մտածես, ինքը կարա ողջ լինի, բայց թաքնված լինի, կարա ամեն բան բացի զոհվելուց։ Մոտ 5 ամիս անց 2021-ի մարտի 5-ին տղայի մարմինը հանձնեցին ծնողներին։ Անընդհատ ամեն օր ու ամեն ժամ։ Բայց նաև գիտեմ, որ ինքը ներկա է, քանի ես շնչում եմ։ Մեծի հետ մեծ էր, փոքրի հետ փոքր էր Արթուրը, չափից դուրս աշխատասեր էր, հիշում է Սևազգեստ մայրը։ Ասում են, որ մի ժամ մտնում ես այդ այգու մեջ, հանգստանում ես։ Ասում էի, այ բալ, նոր ես եկել գործից, նորից գործ։ Մամ ասում էր, ես զբաղվում եմ, դու էլ նայի։ Ասում էր, մամ, քաղաքը կապրեմ, բայց գյուղն էլ կուզեմ տուն ունենամ։ Զինվորական համազգեստ հագնելուց հետո առաջվա պես էլ մա չէր կանչում մորը։ Տիկին Կարինեն ասում է, մի ուրիշ հասունությամբ էր ընկալում հայրենիքը, տունն ու մորը։ Մինչև բանակ գնալը մա, ծառայություն անցնելուց հետո արդեն զանգելու ընթացքում մերս։ Ասում էի, բանա փոխվե։ Ասում էր, մամ, հասնում ես բանակ, նոր մերս կաղապար հասկանում ես։ Հիմա դուրը չի գալում, ասում էի չէ ուղղակի տունը մա էիր ասում, հասել ես էտե մերս։ Ասում էի չէ, ինձ ավելի լավ եմ զգում։ Շատ երազանքներ ուներ Արթուրը, ուզում էր նկարիչ դառնալ, հորը թիկունք լինել, պապական տունը վերակառուցել։ Ասում էր բանակից կամ մամ, աղբորս հորս թեև թիկունք կնենք, ամեն ինչ կանենք։ Հեն որ եղելա մի պահ չենք ունեցեք, ունենանք ամեն ինչ։ Արթուրի անմահանալուց ավելի քան 4 տարի անց միայն հայրն ու ավագ եղբայրը ուժ են գտել իրենց մեջ, սկսել վերակառուցել պապական տունը։ Արփի Ռափյան, Տիգրան Գասպարյան, Mars News, Հայլուրի համար։